Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք, այսօր երկօրյա այցով Ռուսաստան կայցելի Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Ինչպես նախորդին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը, Ֆիդանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Դիվանագետը նաեւ հույս ունի բանակցություններ վարել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի եւ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, որը գլխավորել է Մոսկվայի պատվիրակությունը Ստամբուլում Կիևի ներկայացուցիչների հետ բանակցություններում։ Ռուսական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ եւ միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում Կովկասում համագործակցության խորացման հարցը, ներառյալ տրանսպորտային կապերի եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը, նաեւ տարածաշրջանային հետհակամարտային վերականգնումը։ Ռուսաստանը եւ Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ, կողմերի կարծիքով դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով, հայտարարել է Մոսկվան։ Զրուցակիցս վերլուծաբան, Հանրապետություն խորհրդի անդամ Հակոբ Նալբանդն է, ողջույն պարոն Նալբանդ, շնորհակալություն միանալու համար։ Պարոն Նալբանդ, եւ այսպես Ֆիդանի այցը, ինչ համատեքստում ենք այն դիտարկում, ես նշեմ, որ Երևանում տարբեր երկրների պաշտոնյաներ են, այդ թվում եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, որը բավական ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել, մասնավորապես նշելով, որ Հայաստանը եւ Ֆրանսիան պատրաստում են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ավելի ֆորմալացնելու հարաբերությունների այն մակարդակը, որը կա եւ որը նաեւ հնարավորություն է տալու այլ հավելյալ ծրագրեր իրականացնել, այդ թվում նաեւ պաշտպանական բլոկում։ Պարոն Նալբանդ, դուք ինձ լսում եք։ Սպասենք տեսնենք իմ զրուցակիցը որոշակի տեխնիկական խնդիրներ ունի, այն փորձի վերականգնել, որից հետո մենք շարունակենք մեր զրույցը։ Իհարկե Ֆիդանի այցը էլի մեր ուշադրության կենտրոնում է լինելու եւ վստահաբար մեր իմ գործընկերները մեր ավելի ուշ թողարկումների ընթացքում շատ ավելի հանգամանալից անդրադարձ կունենան, երբ արդեն տեղեկություններ կլինեն հանդիպումների, օրակարգերի, քննարկված թեմաների վերաբերյալ, իդեպ նշեմ, որ ոչ միայն Թուրքիան է պատրաստակամություն հայտնում մասնակցելու հետ հակամարտային վերականգնմանը, խոսքը այս դեպքում նաև Ուկրաինայի մասին է, այլ նաև Ադրբեջանը, նա եւս այդպիսի ցանկություն է հայտնել եւ դրա համար գումարվող համաժողով եւս մասնակցության հայտ է ներկայացրել Բաքուն։ Հիշեցնեմ, որ Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները տեղի են ունեցել բավականին վերջերս Ստամբուլում, որտեղ կողմերը ցավոք չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի, ուկրաինական կողմը պնդում էր հաստատել հրադադար 30-օրյա ժամկետով, այդ ընթացքում բանակցել եւ ի վերջո հասնել այսպես ասած հնարավորինս կայուն իրավիճակի, ռուսական կողմը մերժում է այդ առաջարկը, ռուսական կողմը գալիս է հակառակ կողմից, ասում է, որ պետք է լինեն բանակցություններ եւ որ դրանից հետո նոր հանգենք զինադադարի, քանի որ կարծում են Ուկրաինան այդ 30-օրյա ժամանակը կօգտագործի, որպեսզի վերականգնի իր ուժերը, շարունակի ավելի մեծ թափով զինվել արևմուտքից ու նման բաներ։ Իդեպ այդ հարցերին նաև Հայաստանում անդրադարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու նաև Ֆիդանի այցը բնականաբար դիտարկելու ենք Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տրամաբանության մեջ։ Պարոն Նալբանդ, դուք միացել եք, ինձ լսում եք։ Այո, շատ լավ։ Համեցեք, ես բավականին տեղեկությունը հաղորդեցի Ֆիդանի Ռուսաստան այցի մասին, երկօրյա այցի, Պուտին-Լավրով հանդիպումներ եւ այլն, նաեւ ռուսական կողմից ուկրաինական հարցով բանակցողների հետ հանդիպումներ, օրակարգում են միջազգային հարցեր, նաեւ Հարավային Կովկասը եւ ըստ Մոսկվայի հաղորդագրության նրանք այստեղ ուզում են խաղաղություն եւ դա տեսնում են 3+3 ձևաչափի շուրջ հարցերի լուծման տրամաբանության մեջ։ Համեցեք, ինչով է առանձնահատուկ Ֆիդանի այցը, ինչ հետաքրքրություն է ներկայացնում, դե առաջին հերթին ելնելով մեր տարածաշրջանային խնդիրների տրամաբանությունից։ Այո, բարի երեկո Ժիրայր ջան։ Հիմնական մենք գուզեմ հիշեցնել, որ 3 տարի առաջ երբ սկիզբ առավ Ուկրաինա-Ռուսաստան մեծ հագամարտությունը 3 ամիս կերտ փորձ կատարվեցավ խաղաղության հասնելու Ստամբուլի մեջ, Դոլմաբահ
տեղյակի մեջ այդ ժամանակ Անգլիայի ջիքերով ճագերտավոր ջիքերով անշուշտ այդ ժամանակ Անգլիայի վարչապետը Ջոնսոններ դավալվեցավ հիմա հիմնական օրագարկը այսօր մենք չմոռանանք որ մայիսի 16-ին դարձյալ ուկրաինացիները եւ ռուսերը նույն սեղանի շուրջ նույն դեղի մեջ Դոլմա Բաճոյի մեջ հանդիպում կատարեցին մայիսի 16-ին եւ կգարձեն որ Հական Ֆիդայնի այցելության ըստ թուրքական մամուլի գործերու նախարարության հայտարարության թուրքական հիմնական օրագարկ գազմելու է Ուկրաինա Ռուսաստան պատերազմի ինչ որ խաղաղության հաղթնելու կամ զինադատարի հաղթնելու ջիքերը Անշուշտ այս մեկը չէ, ինչպես որ նշեցիք, Երգորիա այցելությունը հանդիպելու է Լավրովի հետ, Պուտինի հետ հնարավոր է հանդիպի, հիմնական հանդիպելու է Պուտինի փոխանորդ Մելենսկիի հետ, որովհետև Մելենսկին ինքն էր ղեկավար անցյալ շաբաթ ամսու 16-ին եւ տեղի ունեցավ հանդիպումները ռուսական պատվիրակության ղեկավարը Մելենսկին էր եւ հնարավորություն էր, ինչպես ասեցիք, պաշտպանության նախարարի Բելարուսովի հետ Դեսնենք ինչ կգադարվի, իսկական բարդ է, մենք չմոռանանք, որ դեղեցություններ կա, որ Ռուսաստան 50,000-անոց զորք օդային ուժի պաշտպանության սպայի ղեկավարի հայտարարությունը, որ իբր թե Պուտինը այցելած է Կուրսկ, որ Կուրսկը սաբես կոչված մաքրած են ուկրաինական ուժերը եւ ինքը այցելած է Կուրսկ եւ այնտեղ Պուտինի ինքնաթիռը հարցակման ենթարկված է, այսինքն չենք դերած պրոպագանդա երևի եւ անոր ինչ տեսեք ինչ հաջորդեց 3-4 օր արդեն շատ մեծ դարձեն որ այս բادرը շարունակվելի է ոչ մեկ արդյունքի չհասնելու հիմնական գեդը հանդիպամ այս է բայց անշուշտ ուրիշ գա գոմնագի գեդեր մենք չմոռանանք որ ամառը թռներով արչև է եւ Թուրքիայի համար խիստ կարեւոր է ռուս տուրիստներու մուտքը գիտեք Թուրքիայի մեջ ճգնաժամ կա դնդեսական եւ ռուս տուրիստները ինչպես գիտեք շատ կսիրեն Թուրքիա Անտալիա այցելել այդ մեկն առօրագարկերու գլխավոր գեդերը մեկն է էներգետիկայի հարցեր կան հետո գա գազայի հարցը գիտեք Իսրայելը արդեն գնահատերն է ասկանի մորը էլի ներխուժե գազը էլի ցեղասպանություն կդարե Սիրիայի հարցը անբավարար անխուսափելի է եւ ըստ թուրքական մեդիայի ըստ թուրքական մեդիայի հայտարարություններու օրագարկի մեջ ներառված է նույնպես հարավ Կովկասի օրագարկը, այսինքն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին պիտի անբավարար շփումներ դեղի ունենան Շիրարջան։ Այդ համատեքստում, հա, ասենք շփումների ինչ տրամաբանություն մենք կարող ենք ակնկալել։ Ես կգործեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք չմոռանանք Ամերիկայի Միացյալ Նահանգները քիչ пассивություն կցուցաբերե ոչ թե пассивություն առաջնահերթությունները փոխված են Ամերիկայի Միացյալ Նահանգներու համար այսինքն միշտ այդպես է իրեն համար հիմնականը կգործեմ որ Թրամփի վարչագծի համար հիմնականը կմնա պիտի մնա միտին արևելք Իսրայելյան հանրապետու գնքում մենք կտեսնենք ինչպես ակտիվացում կա Սիրիա, Լիբանան, Սաուդի Արաբիա, Իսրայել, Աբրահամյան համացանություններով ակտիվացման շուրջ երկրորդ կարևոր գետ Ղազայի մեջ զինադատարն է Ամերիկայի համար, Ամերիկան մեծ ջիքեր գործադրեց բարեփոխտապար Պակիստան, Հնդկաստան, այդպիսի հսկայական երկրներ իրար չփոխվեցան, բարեփոխտապար եւ հիմա գարձեմ բրոբիոյ մենք հայտարարություն չմոռանանք, գարձեմ որ հիմա հերթը հարավային Կովկասին կհասնի դեռ Թուրքիան ացերնդու է հարավային Կովկասի մեջ խաղաղություն մենք հաջող այդ մասին խոսած ենք Թուրքիան միայն շահակրկիր գողմ է այդ մասով Ադրբեջանն ալ դեսնե բալանսները ինքը հույս ուներ որ ինչ որ Ամերիկայի մեջ վարչագարկ փոխվելով իր Թուրքիան կզորանան ընդհանրակը դեսնանք մենք Թրամփ ինչպեսի ջիքեր կխնայե որ խաղաղության ինչ որ միջավայրը ստեղծի աշխարհի մեջ միան դոփինգը Ռուսաստանը իր փնդրած վիճակն է Թուրքիան անպայման մենք Թուրքիան շատ լավ մեսեջներ կընդունենք իմ կարծիքով շուտով հայ թուրքական հատուկ հանձնարարություններով լիազորված տեսփանները հանդիպելու են արդեն պետք է հանդիպին որովհետև ահագին բահ հասունցած է որով միջին արևելքի մեջ ահագին բաներ ահագին սուր անգյուններ նույնիսկ Իրան ամերիկյան հարաբերություններում մեջ որոշակի կգործեն որ տեղաշարժեր կգդարվին մենք չմոռանանք այսօր նախագահ Թրամփ ինչպիսի հայտարարություն արավ սավ քանի մոր է մենք շատ լավ արդյունքներով հասնելու ենք չմոռանանք անանուն աղբյուրը ամերիկյան հայտարարեց որ շուտով Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ հնարավոր է որ Իրանի վրա գիրառվող բաժամիջոցները ծևոմը թուր բացվի Իրան-ամերիկյան նոր հարաբերություններու անշուշտ կմնա միշտ Ամերիկայի Միացյալ Նահանգներու համար Իրանի ուրանի հարստացման դոգոսները ավելի կգործեն որ ատնեգով շատ ավելի հետաքրքրված է Իսրայելը քան թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ես կգործեմ մենք
շատ ցած դոգոսով նույնիսկ պիտի շփումներ տեղի ունենան Մոսկվայի մեջ Турк եւ Լավրովի եւ Հական միջև մենք չմոռանանք Երևան վերջը Սլովակիայի նախավարչապետի այցը իսկ բոլորին վրա եկավ այսօր բալանսավորելու Ֆրանսիայի երբեմն գործերու նախարարի այցը մենք չմոռանանք նույնիսկ երեք Ուկրաինայի արտաքին գործերու նախարարը այցելած էր Բաքու կարծեք թե ինչ որ բալանս կբահվի Բաքու Կիև եւ Մոսկվա ու Անկարայի միջև դեսնենք որ գասի հուսանք խաղաղության պայմանագիրը կնքվի զինաթաթար դեղի ունենա իրական մարդկային մեծ աղետ տեղի ունենա Ուկրաինայի մեջ բայց ես atkanal հույսով լեցված չեմ որ ուկրաինական ջգադի վրա ինչ որ խաղաղության պայմանագիրի հասնին որովհետեւ շատ հերոյ են դեր երկու կողմեր իրար հետ համացանցան հասնելու դեսան գնեն Դուք նշեցիք, որ Հայաստան-Ադրբեջան հարցը կլինի Ֆիդանի Ռուսաստան այցի օրակարգային հարցերից մեկը։ Նաև նշեցիք, որ հնարավոր է շուտով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման երկու երկրների հատուկ բանագնացները հանդիպեն, քանի որ պահը հասունացել է եւ նաև որոշակի միջազգային ֆոն ներկայացրեցիք, հա։ Իսկ հետաքրքիր է օրինակ երկու ուղղությամբ էլ էլի Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա, որքանով է օրինակ նույն Ռուսաստանը շահագրգռված այդ հարաբերությունների կարգավորմամբ Որքանով այդ հարաբերությունների կարգավորումը չի բերի Ռուսաստանի դերի եւ ներկայության տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում աննպատակահարմարության, հա? Հետևաբար, եթե ածանցվենք այս տրամաբանությամբ, ապա Ռուսաստանը պետք է լինի այն կողմերից մեկը, որը շահագրգիռ պետք է որ չլինի Հայաստանի հարևանների հետ կարգավորված հարաբերությունների 100% համիտ են պատմական օրը մենք շատ խոսած ենք այս մասին հիմնական դուժոգում հարավային Կովկասի մեջ խաղաղության միջավայրը ստեղծվելը Ռուսաստանն է ջրաջան իր օրգանական իր կոյության իմաստը գործվի անընդհատ Ռուսաստանը գսրե գիտեք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ցեղասպանության հարցը միշտ գբահի օրագարկի վրա միշտ այդպեսի 5-րդ 40 աստեղ ակտիվացնե որ իբր թե եթե մենք դուրս կանք թուրքերը հարցակելու են թուրքերը ասեն թուրքերը անալու 5-րդ 40-ով իր տեղին մամուլով ես կգարձեմ անշուշտ Ռուսաստանը միշտ թեմ է պիտի խանգարի բայց կգարձեմ այլևս այս մեկը Ռուսաստանի ուժերեն վեր է եւ ես կհորտորեմ մեր կառավարության որ այդպիսի բան քայլի երբեք չթեմ Միսկի խումբը լուծարելու Միսկի խումբը իսկապես գարանտոր ուժ է այստեղ ապահովության հիմնական կոդիները մեկն է հայ-ադրբեջանական հարաբերություններում այդ միջազգային մանդատ ունեցող ուժ է իսկ Ադրբեջանի համար գմնա Ադրբեջանի համար ծերնդու պայման պետք է ստեղծվի Ադրբեջանի համար որ իտնա խաղաղության պայմանագիրի մոդենա Ադրբեջանը իսկապես Ռուսաստանի ճնշման դակ է Ալիևը գգարձեմ արևմուտքը Քայլեր դիտիմե որ Ադրբեջանը ռուսական ճնշումեն դուրս բերե որ խաղաղության պայմանագիրի այս գնկման process արականա հիմնական խանգարող ֆակտորը Ռուսաստանն է պատմականորեն 200 տարի է Ռուսաստանը հարավային Կովկասը անգայուն գբահի անգայուն տակտոնիկ կետնի վրա գբահի որ իր կայությունը պաշտպանե իրեն համար շատ էական շատ կենսական գեոպոլիտիկ դիրք ունեցող հարավային Կովկասի մեջ եւ անշուշտ Զանգեզուրի միջանցք գմնա եւ գմնա Ռուսաստանի չիրականացվող եւ չիրականացվելիք երազը Շնորհակալ եմ դիտարկումների համար Ես եմ շնորհակալ Հարգելի հեռուստադիտողներ զրուցակիցս վերլուծաբան Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Հակոբ Նալբանդն էր